Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ը տեսակապի միջոցով կզրուցի Բուլղարիայի Վարնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Տեր Արմեն, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ընտրեմ միշտ պատրաստ։ Կհիշեք Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հետ կապված իրադարձությունները եւ ահա նրան է միացել Թալինի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադե Քահանա Թախմազյանը, նա մասնավորապես գրել է, որ ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ։ Ինչ է կարծում կլինեն այլ միացողներ եւս։ Իմանայեցեք, ես շատ ուրախ եմ Աշոտ Դերդատեի այս հայտարարության եւ ողջունում եմ եւ նաեւ խոնարհում եմ իր արչեւ, ոնց որ խոնարհեցի Տեր Արամին արչեւ։ Խորքի մեջ այլևս ժամանակն է, այսինքն մեր հոգևորականները պիտի հասկանան, որ չեք կարա խավարը կամ չեք կարա լույսը ծածկել։ Այսինքն լույսը անպայման մի օր մի տեղից պիտի դուրս գա։ Ես ողջունում եմ, որ Դերդատեն միացավ նաև, բայց դա դակավին բավարար չէ։ Ես նախ կոչեմ մեր բոլոր քահանաներին, սիրելի քահանահայրեր։ Նայեցեք, կարող է եթե մեկը առանցին լինի, ինչ որ մի ձևով իրան վնաս հասնի։ Բայց եթե դուք լինեք 5 քահանա, 10 քահանա, այլևս իրենք ուզեն չուզեն մի ձևով պիտի ենթարկվեն եւ պիտի իրենք էլ այլևս ուզենան ինչ որ մի բան ուղղել, բայց լուր մնալով մենք չենք կարող ոչ մի բան փոխել։ Հիմա անշուշտ է Դերդատեի միանալը շատ ողջունելի է, գնահատեց Տեր Արամին, այսինքն շատ հետաքրքրական է, որ Դերդատեին գրած ես կարդացի, ինքը շատ բան չի ասում։ Ինքը բարձրապես ասում է, որ մենք գիտենք այս ամեն ինչը, գիտեինք այս ամեն ինչը, այսինքն ուզում է ասել մույս քահանա եղբայրներին, սիրելի քահանա եղբայրներ, դուք էլ գիտեք այս ճշմարտությունը, դեգուզ եւ դուք ուշացաք բարձրացնելու, բայց կոնե իրավունք տվեք Տեր Արամին, որ Տեր Արամի ասածը ճիշտ է, այս երկու բառն է ցեզանից սպասում։ Եվ գոհուսամ, որ Դերդատեին կմիանան այլ քահանաներ, կոնե մի բան գասեմ, որ Տեր Արամը ճիշտ է։ Ցեզանից ուրիշ բանջված բան չկա։ Այսօր երկրի նախագահը Սերժ Սարգսյանի նման ինչ պատճառը, բայց քաջություն ունեցավ ասելու Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի։ Մեկ բառ։ Դուք չեք կարող ասել, որ Տեր Արամը ճիշտ է, մենք սխալ ենք։ Էս անսպասվելի կայ։ Եվ ես հույսով եմ, որ այս ընթացքը կշարունակվի եւ ամեն օր կոնե 1-2 քահանա ունենանք մեզ միացող։ Տեր Թադեն եւս ասել էր, որ Տեր Արամը բարձրացրել է խնդիրներ, որոնք գաղտնիք չեն վաղուց, որոնց մասին շատերս լռում ենք, երբեմն կարգալուծությամբ պատժվելու վախից, երբեմն չհասկացվելու եւ միայնակ մնալու մտահոգությունից։ Հնարավոր է, չէ՞, որ այս խնդիրները նույնպես կան, այդ պատճառով շատերը վախենում են ձայն հանել։ Ճիշտ այն եմ ասում, մեկ օքին առանցին տեսեք, երբ որ ես թեմ ել այս համագարքին, այսինքն ես 20 տարի խոսեցի այս համագարքի թեմ, գիշեր ցերեկ Այսինքն քաղտնիկ չէ, որ բարձրացնում ենք։ Ես 20 տարի ասում եմ, որ կաթողիկոսը չի կարող գին երեխա ունենալ, եւ իսկովոսները չեն կարող երեխա ունենալ։ Մենք բարձրացան ինչ արեցին ինձ։ 20 տարի համբերեցին։ Բայց հետո երբ որ այլևս այդ ըմպոստությունը հասավ այնտեղ, որ ես Վարնա եկա եւ Վարնան միացավ, որպես համայնք մենք ուժ կազմեցինք, այն ժամանակ այլևս անելու բան չունի, ինք արքալույց ար, լավ արեցեք կարգալույց, հետո ինչ, մենք շարունակում ենք, մեր համայնքը դերնա, մեր եկեղեցին դերնա, քանի որ ժողովուրդը ցեզ հետ է, մի վախեցեք, մեկը չի կարող ցեզ եկեղեցուց դուրս դնել, այսօր Հովանավանքից ով կարող է Տեր Արամին դուրս դնել, մենք նրանց դուրս կտնենք, քահանահայրեր, արթնացեք, խնդրում եմ, թե չէ վաղը ուշ է Մեկը չի գնահատելու ձեր արտահայտությունը, եթե դա ուշացած կա։ Այսինքն կարող ենք չէ ասել, որ այս գործում շատ կարևոր է համայնքի աջակցությունը, որը Հովանավանքի պարագայում տեսանք։ Այո, ես տեսնում եմ եւ ես դա ապրեցի Վարնայում, ես ապրեցի, այստեղ Բելգիայում, Հոլանդիայում, սա առաջին անգամը չէ, որ ինձ բաժնում են, սրանից առաջ Պաշտոնազուրկ արեցի, չգիտեմ ինչ արեցի, ժողովուրդը ասաց մենք մեր հովիվի հետն ենք, դուք ինչ ուզում եք արեք, դուք մեզ չեք հետաքրքրում։ Ժողովուրդը ուզում է իր հովիվը, իր հոդի գողքին լինի, այլ բան չի հետաքրքրում։ Ժողովուրդը լավ գիտի, սրանք քաղտնիկներ չեն, ինչ որ մենք ասում ենք, ինչ որ Տեր Արամը ասում է, ինչ որ այսօրվա մեր նոր քահանա եղբայրը ասում է, սրանք քաղտնիկներ չեն։ Բայց ուղղակի ես ցավում եմ, որ մեր ժողովուրդը
մի բան դակավին չկարողացավ ընկալել, որ այս եկեղեցին ծեր եկեղեցին է։ Մեր բարդականությունը միայն ցեզ ծառայելն է։ Մեր բարդականությունը Քրիստոսի ասացով ծեր ոտքերը լվանալն է։ Եթե մենք դա չենք անում, դուք պիտի քաջություն ունենաք ասվելու, որ դու մեր հովիվը ես, մենք ես չենք ուզում, որովհետև քաջ հովիվը ասում է Ավետարանը, այն հովիվն է, որ իր կյանքը դնում է իր քարների համար։ Այսօր դեր Արամը արեց, դեր Արմենը արեց, դեր Դատեն արեց, ինչ պիտի անեն, գարկալույց պիտի անեն, թող անեն, քանի հոգու կարան գարկալույց անեն։ Այսօր ամենամեծ բերը եւ բարդականությունը ծառայության ամուսնացած քահանաների ուսերին է։ Եթե ամուսնացած քահանաները միացայն լինեն, չեն կարող այս բոլորին գարկալուց լինել, չեն մի հոգու կարող են անել, երկու կարող են անել, բայց դասնյակին չեն կարող անել, իրենք պիտի ենթարկվեն։ Նայեք, եւ Տեր Արամը եւ Տեր Թադեն իրենց ծառայությունը մատուցում են Արագածոտնի մարզում, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդը հայտնի է Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Տեր Արամի հետ կապված հուսամ տեսել եք նրա հայտարարությունները, ինչ կհաջորդի Տեր Թադեի դեպքում։ Ոչ մի բան չի հաջորդի, էլի պիտի ներեն Տեր Դատեին, էլի պիտի բաժեն մի քանի գիրակի բادرակ չանես, հիմա էս չանես, նա չանես, բայց ես մի հատ դեսանյութ արեցի, երբ որ Տեր Արամին նամակը դուրս եկավ, ես իրանց ասեցի մի խոսք մայրատորին, ասեցի եթե գարկալույց անեք ամոթ է, իսկ եթե չանեք 1000 ամոթ է։ Այսինքն ուզում եմ ասել, որ դուք էլ քաջություն չունեք, ձեր մերգությունը դրակեց, ամեն մարդ այլևս ձեր մերգությունից դեղյակ է, դուք որ մեկը պիտի ծածկեք, ինչ պիտի անեք, դեր Արամը բաժելով, դեր Դատեն բաժելով, գարկալույց անելով, խոցեր մերգությունը չի ծածկվելու, էլ վերջացավ, այդ ժամանակը վերջացավ, վախենալու ժամանակը վերջացավ, մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ դա մեծ բարեբախտություն է, որ մի խոսք ենք ասում, տասնյակ հազարավոր մարդիկ լսում են, ինչ եք վախենում, ես չեմ հասկանում Լիլիթ ջան, այսինքն վախենում եք, որ այդ դունը, որ ցեզ դվել է Էջմիածինը, դնից դուրս պիտի անեն, դե 100 հազարավոր արցախցիներ դուրս եկան Արցախից, անդուն չմնացին, այսինքն դեգուս կնակ մի հատ վրանի դակ ապրել, ավելի արժանապատիվ է ցեզ համար, քան ստրուկ լինել այս համագարկի ցերկի դակ, հասկացեք, վաղ թե ուշ դուք դուրս եք մնալու, ավելի լավ է հիմա դուրս մնաք, ձեր արժանապատվությամբ, քան թե վաղը մայր ատորը թադարգվի այս խուլիգաններից եւ էլի դուք դուրս եք հայտնվելու, որովհետեւ մեկը ցեզ դեռ չի կանգնելու, ցեզ ասելու են, «Բա ինչու ճշմարտությունը չբարձրացանեցիք, ինչի վախեցաք, ինչ պիտի ասեք, մեր երեխեքի հացը ով առանց հացի կմնա, ով առանց դունի կմնա, որևէ մեկ գործ աշխատեք ավելի արժանապատիվ է, քան թե ստրուգի նման մնաք այսպիսի համագարկի ցերկի դակ, հասկացեք։ Եվ դուք ասացիք, որ ձեզ մոտ նոր սարկավագ էր եկել ծառայության, որին Հայաստանից սպառնացել էին, սպառնալիքները դեռ շարունակվում են, թե ոչ, եւ ինչպես են այո, լրիվ ընտանիքը դեր Մգրդիչ Սրբազանը, որ իր քրոջ որդին է, լրիվ ընտանիքին արգելել է նույնիսկ եկեղեցի գնալ։ Մույս եղբայրը ծառայում էր էլի, սրիապար ծառայում էր որպես սարկավագ, իր եղբոր պատճառով ինքն էլ դուրս գրվեց, արգելվեց, շաբիկը իր ցերկից առնվեց, ասվեց, որ դու էլ ըստեղ լավ ինչու, որովհետև դու գնացել ես դեր եղբայրդ գնացել է դեր Արմենի հետ ածակ, լավ եղբայրս գնացել է, ապա իմ մեղքի ինչա, չէ, լրիվ ընտանիքը պատժվում է, տեսնում եք, այսինքն ժողովուրդ սկաստացեք, էլի քահանա եղբայրներ, սկաստացեք, օրը գալու է եւ հասնելու է ցեզ, եթե հիմա չարտնանաք, երբ եք արտնանալու, ամոթ է էլի, ախայն դրակ, այսինքն անգեղծ ասեմ Լիլիթ ջան, ես մի անգեղծ խոսք ասեմ, ես սրանից մեկ տարի առաջ, ես մտածում էի, որ ամոթ է այլևս, այսպիսի համագարկի մեջ մնալը ամոթ է եւ ես որոշում արել էի արդեն այս համագարկից դուրս գամ, բայց բարեբախտաբար իրանք արեցին եւ ես այսինքն ոնց որ մի անգամ խոսեցա դեր Արամին հետ Սայնայինը, մարդը ասում է, որ իմ ուսից բեր իջավ, բեր, սա բեր է, եւ որ դու տեսնում ես մեղքը, եւ որ տեսնում ես բղծությունը, եւ լուր ես մնում, դու որպես քահանա քո քրոջին շատ ծանր է նստում, դու ոնց ես դա դանում,
դու տեսնում ես հոգիներ, որոնք գորստյան են կրում, ավետարան չի քարոզում, բրգության մասին չի խոսում, դու ոնց կարող ես քո գլուխը բարձին դնել եւ հանգիստ կնանալ։ Ի վերջո Աստվածաշունչը ասում է, որ այս մարդկանց արյունը քեզանից են պահանջելու, որովհետեւ եթե դու տեսնես վտանգը գալիս է եւ դու այդ վտանգը չգանխես, այս սրանց արյունը քեզանից են պահանջելու։ Հիմա այսինքն երկու ճանապարհ կա մեր առջև, վերլուծություն։ Կամ այն է, որ այս մարդիկ չեն հավատում, Աստծուն չեն հավատում, ավետարանին չեն հավատում, Քրիստոսին չեն հավատում։ Կամ այն է, որ այս մարդիկ այս ամեն ինչի թքած ունեն, իրենց համար կարևոր, իրենց քեֆն է, իրենց ուտել խմելն է, դուն ունեն, ամսական ունեն, էս ունեն։ Լավ, ես հասկանում եմ, օրինակ համար այն քահանաները, որ ծառայում են Էջմիածին Երևան հազարավոր դոլարներ ամսական են առնում։ Լավ, այդ մարզի քահանաները, որոնք նույնիսկ այդ հացի փողը չունեն, դուք ինչու եք լուր, դուք կորցնելու ինչ ունեն, չեմ հասկանում, գժվելու բան է, գժվելու բան է։ Եվ այս պարագայում նաև վտանգ կա, որ հավատացյալները կսկսեն արդեն երես թեքել, որովհետև շատերը գնում են ապաշխարության, իրենց մեղքերի, իրենց վախերը կիսվում քահանաների հետ, հիմա ստացվում է քահանաներն են վախի ու ճնշման մեջ եւ ոչ ոք նրանց չի օգնում։ Անվստահելի են նաև, անվստահելի են։ Ես տասնյակ դեպքեր գիտեմ, որ քահանային խոստովանել են եւ քահանան բարձրացնել է դա։ Անմիջապես կարգալուծում է ասում, բազմիցս դեղեկացրել եմ գրավոր նույնիսկ մայրաթորին։ Չէ, եթե դու վատն ես, տեսեք, հավասարակշռությունը, եթե դու վատն ես, ուրեմն լավն ես, գնահատվում ես։ Եթե դու սերային հարաբերություններ ունես, աբորինի, քող ես, ավազակ ես, դեղ ունես, եւ այսպիսի դեպքեր շատ կան, որոնց սպասում ենք, որ կարգալույց պիտի լինեն, հանկարծ տեսանք, որ ավելի լավ դեղ են գնացել։ Այսինքն Լիլիթ ջան, այսինքն մենք շատ ծանր վիճակ ենք ապրում, ես կարծում եմ իմ բոլոր քահանա եղբայրերը շատ ծանր են դանում, ուղղակի սպասում են, որ մի տեղից լույս կա, որ իրենք ուղղորդվեն։ Էսա լույսը ցակեց։ Ես միշտ ասում եմ, եթե դեր Արմենի նման մեկը, որ 30 տարի ավետարան է քարոզում, իրենք համարձակվեցին գարկալույց անել, բացեց բաղը ինչ կանի դղեր։ Արտնացեք, խնդրում եմ, աղաչում եմ, բաղադրում եմ, ձեր քահանա հայրերի գողքին գեցեք, դե չէ հայտնվելու եք ավելի վատ վիճակ։ Խոսանք ռուսական լրատվամիջոցներից մեկում տարածված մի տեղեկության մասին, համաձայն որի հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Գարեգին Բ. եղբայր arczepiskopos Եզրաս Ներսիսյանը ավելացվել է ուկրաինական ծայրահեղական Միրոտվորոց կայքի տվյալների բազայում։ Ինչ կասեք այս մասին։ Այդ դերակցությունը չունեմ, չեմ գարտացել անգերս ասած, միայն մի բան։ Ես տեղեկացնեմ, թե դա ինչ է նշանակում։ Լրատվամիջոցի փոխանցմամբ կայքի ստեղծողները մեղադրում են Եզրաս arczepiskopos-ին Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը հրապարակայնորեն աջակցելու մեջ։ Այսինքն այս Միրոտվորեցի մեջ գրում են այն մարդկանց, որոնք դեմ են Ուկրաինայի ինքնիշխանությանը։ Զարմանալին ուր է սրա մեջ։ Եթե այդ մարդիկ նույնիսկ Հայաստանի Հանրապետության իշխանության թեմ դուրս եկել են, ես ուրիշ տեսանյութ տեսա, որ տարածվել է, որ գնացել են քահանաներով Հայաստանի Հանրապետության տեսփանադան արչև, ցույց են անում Հայաստանի Հանրապետության տեսփանության թեմ, այսինքն իրենց հանրապետության թեմ, այսինքն պատկերացնում ես ոնց որ ասենք Վատիկանի կարդինալները դուրս են գալիս Վատիկանի թեմ, սա ոնց կլինի, սա ոնց ամեն ինչ սպասելի է այս մարդկանցից Լիլիթ ջան, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի բահեն իրենց իշխանությունը եւ իրենց աթորը։ Չենք զարմանում։ Այլև ժամանակին զարմանում ենք, եթե ասում էին Բուսագրոնը ընկերուհի ունի։ Հետո դա նորմալ դարձավ։ Միայն աղոթում ենք, ով Աստված հանգարց չլսենք, որ Բուսագրոնը ընկեր ունի։ Էն էլ իմացան։ Նրանից ավել ինչ կա, ինչի համար զարմանան։ Ես այսօր չգիտեմ ինչ կա այլևս, որ կարող է մեզ զարմացնել։ Ես չգիտեմ մի բան, որ կարող է ինձ զարմացնել սրանց մասին, չգիտեմ։ Խոսենք նաև վարչապետի մի հայտարարության մասին, վաղուց է իհարկե արել այդ հայտարարությունը կուլմինացիայի մասին, որ նա հայտարարեց մոտ 1 ամիս առաջ, որ կուլմինացիան մոտ է։ Ինչ եք կարծում, այս կուլմինացիան հնարավոր է լինի այնպես ինչպես Տեր Արամը արեց, Տեր Թադեն արեց եւ այդպես շատ քահանաներ միանան եւ իրոք դա լինի կուլմինացիա։ Հնարավոր է։ Հնարավոր է։ Ես անշուշտ է բոլորս էլ ակնկալում ենք, որ այս հարցը շատ
արագ ընթանա, որովհետև ինչպես վարչապետը արեց ամեն մի ժամ, որ գդրի չմնում է, ավելի է բղձում եկեղեցին։ Այդ ամեն մի ժամը մեր վրա հաշված է, բարոն վարչապետ։ Այդ ժամերը բագասացրեք, էլ մեր համբերությունը հադավ, էլ Բեչե ժամանակ կորսից։ Եվ խնդրեմ մի փոքրիկ պատմական ակնարկ, հա, մենք ունեցել ենք կաթողիկոսներ, որոնք վախեցել են, հիմնականում դա պատերազմական շրջանում է եղել, վախեցել են, որ վեհարանի վրա հարձակում կլինի, կամ թողել գնացել են պատասխանատվությունից, բայց այս տեսակ բաներ երբևէ լսած կանք, որ խաղաղ ժամանակներում պետությունը կայացած է արդեն ժողովրդավարական երկիր ենք դարձել եւ կաթողիկոսը այս տեսակ վարքագիծ է դրսևորում։ Այսպիսի բան ճիշտ ասած պատմության մեջ չի եղել։ Այսինքն այսպիսի խայտարակություն հայ եկեղեցու մեջ ես չգիտեմ պատմության մեջ որ եղած լինի։ Հիմա էլի եմ ասում, այսինքն ումից ենք վախենում, այսինքն ով է հարձակվում։ Այսինքն եթե ես որպես քրիստոնյա հավատացյալ, ես եթե պիտի կամ եւ իմ եկեղեցու մակրագործումը պիտի պահանջեմ, եւ դուք դա համարում եք որպես հարձակում, ես բադի ունեմ այդ հարձակումները։ Սա իմ եկեղեցին է։ Դու ով ես։ Դու բարձավես մենք ենք քեզ ընտրել, որովհետեւ այս եկեղեցի ղեկավարը լինես ըստ Սուրբ Գրքի եւ մենք բարդավոր ենք քեզ հնազանդվել այնքան ժամանակ, որ քո առաջնորդությունը ըստ Սուրբ Գրքի ուսուցումներին է։ Սուրբ Գիրքը ասում է հնազանդվեցեք ձեր առաջնորդներին, որովհետեւ նրանք գիշեր ցերեկ հոգ են դանում ձեր հոգիների պրգության։ Հիմա ես հնազանդեմ քեզ, եթե դու հոգ ես դանում իմ հոգու պրգության, բայց եթե դու իմ հավատացյալների հոգին դանում ես դեպի բղծություն, դեպի անօրենություն, այն ժամանակ ես քեզ չեմ հնազանդվելու։ Դու գործրել ես, ամեն ինչ քո օծումը գործրել ես, դու քո գարկը գործրել ես, քո ուխտը գնա էլի, գնա ցավդ դան, գնա հերիկա։ Նույնիսկ եթե մի բան մնացել է, որ չես կարողանում քո հետ առնել տանել, արդար, գնա, նույնիսկ բադերը առ քո հետ դար, նկարները առ քո հետ դար, միայն գնա։ Թող մենք մեր եկեղեցին մեր ցևով, ոչ ոք դուք ուզում եք ձեր ցևով անել, թողեք մենք մեր եկեղեցին մեր ցևով, մերոնց ո՞վ եկեղեցին մաքրենք։ Հարցակում նկատի ունեի դարեր շարունակ առաջինը միշտ եկեղեցու վրա է, չէ՞, հարցակումը եղել թշնամիների կողմից, բայց մենք տեսել ենք, թե նույն եկեղեցին ինչ դիմադրություն է ցույց տվել զինվորների հետ միասին, ինչը բնականաբար հիմա չենք կարող ասել։ Հիմա չեն կարող, որովհետև հիմա իրենք քաղաքականության մեջ այդքան մխրջված են, որ իրենք այլևս, այսինքն գաս սրանից ավելի մեծ աղոտ, որ մարդը իր հանրապետության թեմ է գործում։ Սրանից ավելի ինչ կա։ Վարչապետը ասում է մենք խաղաղություն ենք կնքել, ինքը գնում է Հռոմ, չգիտեմ ինչ է խոսում Հռոմի բաբի, Հռոմի բաբը քեզ ինչ պիտի անի, քեզ ոչ մի բանով չի կարող օգտակար լինել։ Այսօր մեր եկեղեցին պետք է համախմբվի իր պետականության շուրջ, սա իմ պետականությունն է, սա իմ վարչապետն է, լավա վադա էնա, բայց ես տեսնում եմ, որ ես հբարդանում եմ, երբ շատերի համար կարող է օդար հնչել, բայց ես այսօր նայում եմ այն վարչապետը, որ մենք ունենք, աշխարհը չունի։ Մենք երբևիցե լսել ենք մի նախագահ, մի վարչապետ, ախր այս մարդը ճիշտ ձնձղայի նման է, գիտեք, որտեղից խփեք ցենահանում։ Մարդը լեզվանի, քրակետ է։ Չգիտեմ, իսկապես մեզի համար բարձանք է, իսկապես բարձանք։ Շնորհակալություն։ Խնդրեմ Լիլիթ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։